Մեր տարածաշրջանի նման տարածաշրջանները եռալու են առաջիկա 10-15 տարի, կարծում եմ փոփոխվեն նաև մի շարք պետությունների սահմաններ։ Մեր ռեգիոնում ճշմարտությունը այն է, որ ուժեղները որոշելու են թույլերը լինեն, թե չլինեն եւ ինչ կարգավիճակով լինեն։ Թույլերի առաջի հորիզոնական ռեգիոնի Հայաստանն է, որը ինքն է իրան դրել այդ ամեն ինչի մեջ, ոչ թե եղել է թույլ, Հայաստանի գեոպոլիտիկ հիմնական ռեսուրսը, դերևս միակ ռեսուրսը դա Սյունիքն էր, որը փաստացիորեն տրվել է նույն այդ կենտրոնին, ասել, որ լիովին ամերիկյան օրակարգն է պայմանավորելու Սյունիքի կամ Թրիփի ապագան, ես թերահավատ եմ, ուժեղների պատկերացման մեջ ինքը տեսնում է Ռուսաստանը եւ Չինաստանը, լինելով սուր մրցակցության մեջ, բայց բացառապես տեսնում է նրանց, Եվրամիությանը չի տեսնում։ Բարև ձեզ, այսօր Փաստ Ինֆոյի հյուրը քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեն Ղևոնդյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղևոնդյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Ղևոնդյան, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս պարտավոր չէ խաղաղության մասին մտածել եւ դրել է Գրենլանդիան, լինի դա ուժով թե գումարով վերցնելու հարցը։ Եթե ԱՄՆ-ի նման գերտերության առաջնորդն է այսպիսի ծավալապաշտական եւ ռեսուրսակենտրոն քաղաքականություն ակտիվացնում, ապա մեր տարածաշրջանի նման կենտրոններին ինչ է սպասվում։ Մեր տարածաշրջանի նման տարածաշրջանները եռալու են առաջիկա 10-15 տարի, կարծում եմ փոփոխվեն նաև մի շարք պետությունների սահմաններ, դա ոչ միայն Հայաստանի սահմանների մասն է խոսքը։ Թրամփը եկավ ասաց, որ իրական քաղաքականությունը ուժի քաղաքականություն է, այսինքն այն, եթե նախկինում այդ դիվանագիտական փաթեթավորումները ներկայացվում, ցանկացած կոմպրոմիսում միշտ էլ ուժեղի կոմպրոմիսն է լինում։ Ինքը այդ բացահայտ ասաց, իհարկե ինքը շատ էպատաժային կերպար է, ասում է այն ինչ որ միշտ չի որ միջազգային դիվանագիտության մեջ ընդունված, ասել է դրանով նաև խաչակաշու միջազգային իրավունքի առհասարակ դիվանագիտական էթիկետի եւ բանակցային օրակարգերի վրա, որոնք տարիներ շարունակ ասենք ավանդույթների ուժով այսպես ժառանգվել են պետությունների ղեկավարներից, համակարգերից մյուս համակարգերի։ Եկավ ասաց, որ ուժեղի առաջ թույլն է մեղավոր են հին մեր ավանդական հեքիաթները հիշում եք, չէ՞, այդ հեքիաթները իմաստության փոխանցման ձևեր էին։ Թրամփը եկավ ասաց, ես ուժեղն եմ, ու իրենք հետաքրքիր ո՞րն է, ինքը անընդհատ խոսում է խաղաղության մասին, բայց Պենտագոնի անունը փոխեց, այսինքն եթե նախկինում պաշտպանության նախարարությունն էր, դարձավ պատերազմի նախարարություն։ Այնեք այդ սիմվոլիզմն է, չէ՞, այդ հակասական սիմվոլիզմը։ Թրամփի ընկալումը արտաքին քաղաքականության այնպեսին է, որ մենք գնալու ենք այդտեղ, որտեղ ռեսուրսներ կան։ Ռեսուրսները միայն հանքահումքային չեն, նաև լոգիստիկ ռեսուրսներ են եւ այլն եւ այլն։ Գրենլանդիան ունի հազվագյուտ մետաղական հանածոների մի շարք պաշարներ, իդեպ սա առաջին դեպքը չի Գրենլանդիան ձեռք բերելու Դանիայից, առաջինը եղել է Վիրջինիան կղզիները, հետո հետագայում իրավիճակ փոխվեց, կոնյունկտուրա, ես տասնամյակներ առաջվա մասն եմ, 20-րդ դարի պրոցեսների մասն եմ ասում։ Գրենլանդիայի օրակարգը ամերիկյան արտաքին քաղաքական օրակարգից դուրս մնաց, հիմա Թրամփը որոշել է, որ իրենք այսպես Եվրոպայում պետք է ակտիվ ներգրավվածություն ունենան, չմոռանանք խոսքեր գնում Կանադայի մասին, ում շատ ցինիկ ձևով էր այդ ամեն ինչը ասում, ձեր ինչին է պետություն, եկեք մեզ միացեք, իրար հետ կապրենք, մենք ենք ձեզ պաշտպանում եւ այլն։ Փաստացիորեն ինքը ասում է, ինչ որ իրականում կա։ Ակնհայտ է, չէ՞ որ Գրենլանդիա ոչ մեկ չի պաշտպանելու, այսինքն բայց այդտեղ ուրիշ խնդիր կա։ Գրենլանդիան Դանիայի մի մասն է, չէ՞։ Գրենլանդիան ենթադրելի միջազգային իրավունքի շրջանակներում ինչ որ քայլեր կարող է ձեռնարկել, ով է պաշտպանելու այդ քայլերը, ինչպես են իրացնելու, միջազգային ինչ մեխանիզմներով։ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները փաստորեն մեկը մյուսի վրա տարածքային հավակնության մասին բարձրաձայնում ավելին ասում եկա վերցնելու են, ընդ որում դա ասում է էլի կրկնում ցինիզմով, այսինքն ասում մի քանի բանը, ասենք շներով փաթաթված սահնակներով դուք իրավունք չունեք այդպիսի պետություն ունենաք, այսինքն եթե ձեր ամբողջ անվտանգությունը է դա։ Աշխարհի ճշմարտությունը է դա։ Մեր ռեգիոնում ճշմարտությունը այն է, որ ուժեղները որոշելու են թույլերը լինեն, թե չլինեն եւ ինչ կարգավիճակով լինեն։ Թույլերի առաջի հորիզոնական ռեգիոնի Հայաստանն է, որը ինքն է իրան դրել այդ ամեն ինչի մեջ, ոչ թե եղել է թույլ, Հայաստանի գեոպոլիտիկ հիմնական ռեսուրսը, դերևս միակ ռեսուրսը դա Սյունիքն էր, որը փաստացիորեն տրվել է նույն այդ կենտրոնին, ասել, որ լիովին ամերիկյան օրակարգն է պայմանավորելու Սյունիքի կամ Թրիփի ապագան, ես թերահավատ եմ,
որովհետև այդ թեմաներով իհարկե այսպես մեծ տերությունները, գերտերությունները վերևներում խոսում են։ Միշտ չի որ այդ ինֆորմացիան հասնում է ներքևներին, ու մեր պարագայում կոնկրետ այսպես Հայաստանը հանձնվել է արտաքին կառավարման, դա նոր չի։ Իդեպ մենք շատ հաճախ այդ մասին ասում էինք տարիներ ընթացքում, շատերը երբեմն քմծիծաղվել էին վերաբերում, ինչ ֆանտաստիկ բան էր։ Տեսակ նորից ցավալիորեն մենք ճիշտ դուրս եկանք, որովհետև տեսանելի էր այդ ամեն ինչը։ Այսինքն այսօր կա այս ռեգիոնում ռեսուրս, մենք հայտնվենք այդտեղ։ Վաղը այլ հատվածում օրինակ Միջին Ասիայում կան չէ ակտիվ ռեսուրսներ, մենք հայտնվենք այդտեղ։ Այսինքն մենք այն շրջանակները, ովքեր առավել ակտիվ են եւ առավել հավակնոտ են, հա, բայց խնդիրը միայն ռեսուրսը չի, խնդիրը նաեւ այդ ռեսուրսից հյուսիս եւ հարավ գտնվող պետություններն է, այդ պետությունների արտաքին քաղաքականության վրա ճշմարտ գործիքներ ունենալն է, դա կարող է լինել Իրանը, դա կարող է լինել Չինաստանը եւ այլն։ Թրամփի քաղաքականությունը ուժեղների քաղաքականություն, այսինքն աշխարհի ապագան պետք է որոշեն ուժեղները, ուժեղը իրենց առաջնորդությամբ, բայց ուժեղների պատկերացման մեջ ինքը տեսնում է Ռուսաստանը եւ Չինաստանին, լինելով սուր մրցակցության մեջ, բայց բացառապես տեսնում են նրանց։ Եվրամիությանը չի տեսնում։ Պարոն Ղևոնդյան, տեսեք, վերջին շրջանում ակնհայտ է, որ Հայաստանը հույսեր եւ ակնկալիքներ է կապում հենց Ամերիկայի հետ, Արևմուտքի հետ, մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Դոնալդ Թրամփն էլ հայտարարում է, որ այսուհետ գործելու է այնպես, ինչպես ճիշտ եւ լավ կլինի ԱՄՆ-ի համար։ Հիմա այս պարագայում, եթե դա այս խոսքերը կամ այս մոտեցումը պրոյեկտենք մեզ վրա, դուք թրիփի մասով նշեցիք արդեն, էլ որ հարցում օրինակ Թրամփը կարող է որոշել, որ Հայաստանի համար այսպես ավելի լավ եւ ճիշտ կլինի եւ ի վնաս Հայաստանի գործարքի կգնա Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Թրամփը ունի բիզնեսի մտածողություն, իսկ իր համար գործարքները հետեւաբար շատ կարեւոր են, չէ՞։ Չմոռանանք ամիսներ առաջ Թրամփի ստորագրման արարողության ժամանակ հստակ ճանաչում էր Ալիևին եւ մի քանի անգամ ծանոթացավ Հայաստանի գործող վարչապետի հետ։ Ավելին ասեմ, խաղաղության այստեղ մի հատ կոնֆերանս չէ կազմակերպեցին, կարծեմ Եգիպտոսում էր, այդտեղ Հայաստանի գործող վարչապետը հիշեցնում էր թե ինքը ով է գործող բանը Թրամփին է հիշեցնում, չէ։ Դա իհարկե ցավալի իրականություն է երկրի տեսանկյունից, բայց մենք այստեղ երկրի մասին չենք խոսում, մենք այստեղ խոսում ենք Հայաստանի գործող վարչապետի մասին, որ ունի մի շահի էլեմենտ, դա իշխանության մնալն է ամեն գնով, հա։ Ալիևն ու Թուրքիան Թրամփի ընկալման մեջ լիովին տեղավորում են ամերիկյան շահերի տիրույթում, ավելին ասեմ, ինքը շատ հարգում է այդ երկրների ղեկավարներին, նաև այդ երկրներին, որովհետև այդ երկրները ուժի դիրքերից են հարցերին մոտենում, կարողանում են իրենց առջև դրած խնդիրները հստակ կոնկրետ ձևակերպել, գնալ դրանց լուծմանը, թե Էրդողանը, թե Ալիևը։ Ասել, որ այդ սերը կամ հարգանքը լինելու է ցմահ կամ խիստ կայուն ամենևին այդպես չի, կոնյունկտուրան կփոխվի, վերաբերմունքը միգուցե կփոխվի, հա։ Բայց այդ գիծը ամերիկյան ինքը չի փոխվել, հա։ Գումարած, որ Ամերիկան ունի այսպես նաև 4 հաշվարկ ֆինանսի տեսանկյունից, հա։ Իսկ ինչի է վերաբերմունքը Եվրամիության երկրների նկատմամբ փոխվել օրինակի համար, որովհետև Եվրամիության այսպես կոմֆորտի զոնայում ապրելը տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ թանկ էր նստում ԱՄՆ-ի վրա, ՆԱՏՕ-ի վրա, հիմա 50 մոտավորապես 65% բյուջեն ՆԱՏՕ-ի լրացնում է ով Միացյալ Նահանգները հարկերի հաշվին, ունենալով բազմաթիվ խնդիրներ, իր երկրում ունենալով բազմաթիվ խնդիրներ։ Հենց դրա համար ամեն անգամ Թրամփը այդ օրակարգում ասում է ձեր անվտանգությամբ այլևս դուք պետք է զբաղվեք ու երբեմն նաև այդ ցինիկ այսպես սադրանքների էր գնում, այս վերջերս երբ որ օրինակ Ստարմերի հետ Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպան ասուլիսի ժամանակ ասեց ուզում եք դուք ձեր անվտանգությունը ապահովեք ռուսներից, Ստարմերի դեմքի արտահայտությունը ողբերգական էր, իսկ վախի էլեմենտով ակնհայտ է, չէ՞ որ ռուսների դեմ ինչ կարան անեն, իրենք ոչ մի բան չեն կարող անել։ Իսկ Հայաստանի հետ կապված, գիտեք, Հայաստանը ցավալիորեն շատ փոքր օրակարգերի մեջ տեղավորվում է այն կարգավիճակով, երբ որ որոշումը կայացնում են, հետո Հայաստանին է տեղյակ պահում։ Հիշում եք, անցած տարի գործող իշխանությունը լուրջ քարոզչական աշխատանք տարավ, որ հայ-ամերիկյան ինչ-որ փաստաթուղթ էր ստորագրվել, ռազմավարական, չգիտեմ, հայեցակարգային, ինչ-որ ասած մի կես ժամանոց նախադասություններով, չէ։ Բացառապես 3 օր առաջ Հայաստանը հայտնվեց ԱՄՆ միգրացիոն քաղաքականության այն 14 երկրներից, որտեղից հանեցին այդ գրին քարտերի եւ ընդհանրապես Հայաստանից ԱՄՆ ներգաղթյալների օրենսդրությունը հստակորեն խստացվեց եւ Հայաստանը մտավ այն երկրներից, որտեղից ներգաղթյալներ այլևս չեն կարող։ Բայց Ադրբեջանն էլ է այդ ցանկում։ Ոչինչ, բայց մենք ռազմավարական պայմանագիր ենք, չէ՞ ստորագրել։ Բա ինչ եղավ ռազմավարական շփումները։ Առնվազն ռազմավարական բառը ենթադրում է, որ փոխադարձ կարևորությունը մեծ է, հետեւաբար այս երկիրը չի կարող մտնել այդ բացասական ցուցակի մեջ։ Ադրբեջանը իր խնդիրները կլուծի։
որևէ խնդիր չունի Ադրբեջանը, որտեղ Ադրբեջանը բազմավեք դեռ քաղաքականություն է վարում եւ փորձում է ինքնիշխան լինել։ Իհարկե մեծերը կարող են Ադրբեջանի մասով էլ որոշում կայացնել, բայց այդքան հեշտ չի լինելու այդ ամեն ինչ իրականացնել, որովհետեւ Ադրբեջանը իրենց համար կարևոր է նաեւ այլ օրակարգերի մեջ եւ դա հատկապես իհարկե Իրանի հետ կապված օրակարգն է, դա իհարկե կապված ընդդեմ Ռուսաստանի օրակարգն եւ այլն, այնպես որ Հայաստանը իր արտաքին քաղաքական կշռով շահերի էլեմենտը որևէ ձև չի տեղավորվում ամերիկյան մեծ ռազմավարության մեջ։ Ես էլ եմ կրկնում, որոշումը կկայացնեն, տեղյակ կպահեն, կամ էլ անգամ կարող է տեղյակ չպահեն, ցավալիորեն։ Պարոն Ղևոնդյան, իսկ օրինակ այս պահին Դոնալդ Թրամփը ինչ տրամադրվածություն ունի Իրանի հանդեպ, որտեվ մեկ հայտարարեց, որ հարձակվում են, հարվածելու են Իրանին, հետո կարծեք թե ասես չէ, կարիք չկա, ամեն ինչ այնտեղ նորմալ է։ Ի վերջո այն զարգացումներ կարելի է սպասել, որտեվ ակնհայտ է, որ Իրանի գլխին այդ վտանգը կախված է։ Իրանի գլխին այդ վտանգը կախված է 30 տարի։ Կամ միգուցե մի քիչ, բայց Իրանը մի քանի անգամ հաջողությամբ զուտ օպերատիվ մարտավարական առումով հաջողությամբ կարողացել է դիմագրավել։ Եթե մենք պատկերացում ունենք, անգամ թեթև պատկերացում ունենք Իրանի մասին, պետք է հասկանանք, որ եթե Իրանում իրավիճակ փոխվեց, ամբողջ մեծ մերձավոր արևելքը, հարավային Կովկասով, հյուսիսային Կովկասով, միջին կենտրոնական Ասիայով, Աֆղանստանով խառնաշփոթի մեջ հայտնվելու։ Մեծ մերձավորակի հարավային արաբական թերակղզու մասով էլ, արաբները չեն սիրում Իրանին, ակնհայտ է շահերի բախում կա, հավակնությունները Իրանի կայսերապաշտական միշտ են եղել, այդ պետությունը շատ կայսրություն է եղել, քան սովորական պետությունը, վերջիվերջո պետք է նաև այդ ավանդույթը հիշենք։ Իրանը էթնիկ առումով շատ մեծ բազմազանություն ունի, ընդ որում էթնիկ առումով, օրինակ, երբ որ մենք նայում ենք այդ տեսանյութերը, քրդերը Խամենեիի նկարներն էին պատրում, քրդերը երբեք էլ Իրանի ինքնության հետ որևէ կապ չեն ունեցել, քրդերը իրենք իրանցով ունենալով մոտավորապես 26 միլիոն, այսպես ծվեն եղած հատվածներ 4 երկրում կարծես թե պետություն չկարողացան ունենալ։ Հիմա քրդերը երբեմն գործիք են դառնում այս քաղաքականության մեջ։ Ինչ տեղի ունեցավ այս վերջերս Իրանում, ներթափանցեցին տարբեր տիպի խմբավորումներ, տեղերում կային բջիջներ, որոնք Իսրայելի հետ աշխատել են եւ բարբերով ոչ միայն Իսրայելի իհարկե։ Արմենիան հետախուզություններից սկսեցին առանձին քաղաքներում, առանձին տեղերում, այսպես սոցիալ-տնտեսական խնդիրներով պայմանավորված, որը շատ լեգիտիմ պատճառ է միշտ լինում պետությունների ներքից պայթացնելու համար, սկսեցին այդ անկարգությունները, այդ այլանդակությունները, որոնց հազարավոր մարդիկ են զոհվել։ Թվերը շատ մեծ են իրականության մեջ։ Նաև ներգրավվածների թվերն են, ընդհանուր մինչև 10 քանի հազար հոգի այդ անկարգությունները իրականացրել են։ Ի օգուտ Հայաստանի կայունության շահի գործող իրանական ռեժիմը կարողացավ իրավիճակը ստաբիլացնել, բայց դա չի նշանակում, որ այդ ամենը չի կրկնվի։ Այդ ամենը կարող է կրկնվել առնվազն այն հանգամանքի զորով, որ Միացյալ Նահանգները եւ իրենց որոշ գործընկերներ միշտ չի որ հայտարարում են, ինչ են անում, մեծ ծավալի, այսպես ռազմատեխնիկային կուտակում մեծ մերձավոր արևելքի ամենատարբեր հատվածներում ակնհայտ է, չէ, որ այդ ավիակիրները, որ գնում են, հենց այնպես չեն գնում։ Այսինքն ինչ-որ մի փուլից հետո կարող է տաք, այսպես փուլը սկսվի, հա, պատերազմի էլի ներսից փորձեն պայթեցնել, բայց արդեն նաև արտաքին հարվածների ներքո։ Ինչի՞ շարունակվեց։ Դժվար է ասել միանշանակ, շատ ավելի այսպես գիտուն մարդիկ կան, ովքեր process-ի մեջ են, ես դրա մասնագետից չեմ համարում, ունեմ առնվազն քանով ինչքանով որ պատկերացումներ գեոպոլիտիկայի շրջանակներում, բայց կար այսպիսի մի թեզ, այսպես ինֆորմացիա տարածվեց, որ Իրանի պատասխանը Իսրայելի համար կարող է լինել շատ սուր, որին Իսրայելը պատրաստ չէր։ Ու շատ պատճառը չհարվածելու Թրամփը ընտրեց շատ հումանիստական, հա, այսինքն մեղավորներին չպատժեցին, մահապատժի չդատապարտեցին, այդ հանգամանքը պատճառը, դա ակնհայտ է, որ դա չէր պատճառը, որովհետեւ կապ չունի։ Այսինքն առնվազն իրանք միգուցե այս փուլում անհրաժեշտ չափով ծանոթ էր։ Իրանն էլ բալիստիկ հրթիռներ է կառավարող փորձարկում, ընդ որում փորձարկումը որտեղ Սիբիր, այսինքն ռուսները առնվազն լեգիտիմ իրավական հիմք են տվել, որ մի քանի երկրի վրայով Իրանը կարողանա այդ հրթիռը փորձարկի իրենց որտեղ որ տեխնիկական միջոցները պայմանները ստեղծվում են, ասենք թե իրենց երկրում, հա, դա լուրջ հանգամանք է, հա, այսինքն թե առաջի պատերազմի ժամանակ էլ չէ, անցած տարի ամեն ինֆորմացիոն հոսք չի որ հասնում է մեզ ախր։ Խոսք էր գնում, որ այդքան հրթիռները որ իջան Իսրայելը, այնտեղ ոչինչ տեղի չունեցավ, ո՞նց կարող է տեղի չունենա։
Աշխարհի որևէ հոբ չէր կարողանում դրանց դեմը առնել։ 5 երկիր, հարակից երկրներ, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Նահանգները, Հորդանանից, Ծովից, ամեն տեղից այդ հրթիռների խփում էին։ Ակնհայտ է, չէ՞ որ այս ընթացքում Իրանը ձեռներ ծալած չէր տեսնում։ Այսինքն ենթադրում եմ, որ ռազմատեխնիկական բալանսը այս պահին հօգուտ Իսրայելի չէր, պատասխանի տեսակյունից։ Եվ վերջի վերջո խնդիրը ո՞րն է, ասենք որ հարվածեցին Իրանին։ Պետք է այդ ամբողջ էթնիկ բազմազանությունների հետ ինչ-որ կապի դուրս գան, չէ՞, այսինքն եթե Իրանը ուզում են բաժանել, իսկ այդ ծրագիրը կա, հետո ում հետ են բանակցելու։ Այսինքն ամեն տեղ ինչ-որ լիդեր պետք է ունենան, չէ՞, բելուջների մոտ, լուրերի մոտ, չգիտեմ, Մազանդարում կամ հյուսիսում ադրբեջանցիների մոտ։ Այսինքն արդյոք այդ ամեն ինչը այդ մակարդակում է։ Այստեղ իհարկե մտահոգիչ բան կա, որ Սիրիայի ներկա ղեկավարը ազատ արձակեց Դաեշի մարտիկներին։ Ակնհայտ է, որ պատերազմի են գնալու դրանք։ Այսինքն դրանց տանելու են ինչ-որ միտեղ պատերազմական գործողություններ։ Ոնց հասկանում ես դա Իրան մոտավորապես, երբ որ ես ասում եմ Իրան, մենք պետք է հասկանանք, որ ամբողջ հարավային Կովկասն էլ հետ է լինելու։ Հիմա, ասենք հյուսիսի պայմանական խփեցին, այդ ադրբեջանցիները ուր են գնալու, գալու էստեղ, չէ՞։ Կարող է մի օրվա մեջ այս երկրում լավ շատ ադրբեջանցի հայտնվի, քան հայ է ապրում։ Այսինքն 15 միլիոնից առնվազն, պատկերացնում եք։ Ու հարևանության Ադրբեջանի թեզերից մեկն էլ հենց այդ է, որ իսկով ասած որ պարտադիր է հենց ներկա ադրբեջանցիներով լրացվի Հայաստանը, կարելի է հարավի ադրբեջանցիներով։ Բավական process-ը խառն է, ու իստում ես տարվա մեջ մենք կունենանք ինչ-որ այսպիսի տաք ռազմատեխնիկական առումով տաք բռնկումներ։ Դատելով Հայաստանում Իրանի դեսպանի կոշտ հայտարարությունից, մամուլի ասուլիսից, Հայաստանի իշխանությունները ճիշտ կեցվածք չէին որդեգրել Իրանում տեղ ունեցող բողոքի ակցիաների նկատմամբ։ Հայաստանում անգամ Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիաներ եղան եւ միայն դեսպանի ուղղակի զգուշացումից հետո Հայաստանի իշխանությունները որոշեցին կառավարել, այսպես ասած, այդ ակցիաները, ինչով էր պայմանավորված Հայաստանի իշխանությունների այս գործելավոճը։ Ամեն ինչ շատ ակնհայտ է, Հայաստանի գործող վարչապետը չունի որևէ կարմիր գիծ, որևէ գեոպոլիտիկ առանցք, այդտեղ նաև Հայաստանի շահի տեսանկյունից, փորձ էր անում տեղավորվել հակաիրանական process-ների մեջ ցույց տալու համար, որ այ գիտեք, մենք Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ ենք, ինչ-որ մարդիկ էին գտել, ամսական կամ օրական հարթակով, այսպես գործարկով վճարում էին, գնում էին դեսպանության դեմը միտինգ էին անում։ Իրանը մեր համար ռազմավարական պետություն է, մեր շահերի տեսանկյունից, մեր ֆիզիկական անվտանգության տեսանկյունից, մեր արտաքին առևտրի տեսանկյունից, եթե Իրանը սահմանը փակի, առնվազն 20%-ը հարավով է գալիս Հայաստան արտաքին առևտրի տեսակետից։ Հասկանում եք, 20%-ով աղքատանալու ենք։ Էլուր, այստեղ ուրիշ խնդիր էլ առաջ գալիս։ 20%-ով կախվածությունը մեծանալու է Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Այսինքն ինքը այսպես վերախմբագրելու է եւ դա բաշխելու է Ադրբեջանի ու Թուրքիայի վրա։ Այսինքն ստե ստիպված են եւ այլն եւ այլն։ Հասկանում եք, չէ՞, թուրքաֆիկացման process-ը ինչպես է գնում։ Ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ այն, ինչ որ ակնհայտ էր ու տեսանելի։ Մարդը փորձում է հաջողանալ, հետո երբ որ հասկացավ, որ process-ը ստոպ է լինում, գնաց այդ միտինգավորներին բռնեցին, ցուցադրական։ Եվ այդ գործելավոճը միայն ԱՄՆ-ի կամ Իրանի հետ չի, Ռուսաստանի հետ է, Եվրամիության հետ է լինելուց։ Շուտով ինքը կարող է դառնալ այսպես մի թեզերի կրող, որ հավաքական աշխարհի ամենաանվտանգ ռազմաքաղաքական դաշինքն է, բայց մենք սառեցրել ենք մեր մասնակցությունը, մենք գործընկերները ճիշտ հասկացան Հայաստանի եւ նրանք փոխվեցին։ Ոչ մեկը չի փոխվելու, որովհետեւ շահը ուժը չի փոխվելու։ Ցավալի ասուլիս էր Իրանի դեսպանի, ցավալի այն տեսանկյունից, որ 85 միլիոնանոց պետության հետ այդպիսի քայլեր չի կարելի անել, ու իրանք երևի առաջի անգամ Հայաստանի պատմության մեջ, ես չգիտեմ, մեկ էլ երևի Իսրայելի հետ են տես կոշտ խոսել, Իսրայելի կամ Ադրբեջանի հետ երևի տես կոշտ խոսել, որ ձեր համար ավատ լինելու, Իրանում ոչինչ չեն անտեսում։ Իրանը դիվանագիտական ավանդույթի երկիր է, իրենք ախր պատմությունը պետք է իմանալ, գրագետը մի քիչ պետք է լինել, համալսարանավոր չեն անցնում, չեն սովորում, չեն գիրք չեն կարդում, սկսում են Facebook-յան ստատուսներով իրականություն եւ արտաքին քաղաքականություն մշակել, հա, այդպես է լինում։ Իրանի հետ միշտ պետք է լինել շատ զգույշ, շատ ուշադիր, իրենք ժեստերի պետություն, իրենք կայսրությունը վերջապես։ Վերջապես Հայաստանի տարածքը ավելի շատ եղել է իրանց վերահսկողության տակ, քան Հայաստանի անկախ պետության ընդհանրապես գաղափարի ներքո։
Դրա արդյունքները մեր կաշվի վրա իհարկե կզգանք այս կամ այն կերպ, Իրանը հիմա ասում են նիդանաս, հա, որտեղ Իրանի ներսում էլ կան լուրջ խնդիրներ եւ ես կարծում եմ լուրջ խնդիրներից մեկը դա ես նախագահն է եւ այն թիմը ում էտիկ եկել է կամ ում բերել են ավելի շուտ, հա, շատ ընդհանուր գծեր ունի դեպ առանձին էլեմենտների մասով Հայաստանի գործող վարչապետի հետ, իզուր չի որ պահպանողականության գիծը սկսեցին գրամ ոչնչացնել տարիների ընթացքում, հա, ես Հայաստանի համար վատագույն սցենարներից մեկը կլինի, եթե Իրանը բաժանվի, որովհետև գեոպոլիտիկան ռեգիոնի լրիվ կփոխվի ու մենք որպես պետություն ընդհանրապես մեր գոյության իրավունքի հետ կապված մեծագույն կասկածների հայտ կգան, որովհետև քանի որ չկա միջազգային իրավունք որպես այդպիսի, չկա կանոնակարգող որևէ մեխանիզմ, նորմա, միայն ուժն է։ Այս ռեգիոնի ամենաթույլը մենք ենք, մենք մեզ այդպես ենք դիրքավորում, ու կամ չունի որ Հնդկաստանի 3-4 հատ հրթիռային համակարգ է, դա որևէ բալանս չի փոխելու, որևէ ձև չի փոխվելու։ Դու պարտվում ես մինչև պատերազմը քո ուղեղում Հայաստանի գործող վարչապետը պարտվել է, կամովին է պարտվել իր ուղեղում հաճոյանալու, հարճ լինելու, սպասարկելու ուրիշի շահերը։ Այդ տեսանկյունից մեր համար բավական վտանգավոր կլինի։ Կարծում եմ ռուսները ամեն դեպքում այս ռեգիոնում կփորձեն ինչ-որ բալանս ապահովել, բայց եթե իհարկե չուշանան։ Ռուսները ունեն այդպիսի այսպես գիծ հաճախ ուշանում են, մեծ պետություն է, երբեմն տարօրինակ ազգային շահերի պատկերացումները, բայց իրենք շահերը լավ գիտեն ինչ են անում, մեր համար է դա խնդրահարույց, որովհետև մենք բալանսի ինչ-որ մի հատվածում պիտի լինենք, ցանկացած միակողմանի որոշում մեր համար ճակատագրական կարող է լինել։ Պարոն Ղեմոնդյան, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում հետաքրքիր դիրքորոշում էր որդեգրել Թուրքիան, որտեղ դարավոր, այսպես ասած, հակառակորդներ են ամեն դեպքում, մրցակիցներ են տարածաշրջանային եւ այս պարագայում Թուրքիան կարծեք թե Իրանի կողմն էր եւ նրան տպավորություններ, որ ձեռնտու չէ Իրանի բաժանումը կամ այնտեղ իշխանափոխությունը, ինչ շահեր է հետապնդում Թուրքիան եւ իր այս քաղաքականությունը ինչով էր պայմանավորված։ Դա ժեստի քաղաքականություն էր, հրապարակային որոնց կարող են թուրքերն ու իրանցիները այսպես մի կողմից մրցակից են եղել տարիներ, դարեր շարունակ։ Մի կողմից իրենք լավ էլ առևտուր են արել, այդ թվում նաև քաղաքական առևտուր են արել, հա։ Տարածքին օրինակ թուրքերը տարածքին առել Իրանից, հա։ Նախիջևան Թուրքիա կապով այդ 7 կիլոմետրոնոց տարածք, հա։ Էներգետիկ մեծ պայմանագրեր ունեն, ընդ որում բացառիկ բնույթ ունեն, հա։ Սահմանային հատվածներում ապրող Իրանի, Թուրքիայի սահմանային Թուրքիայի հարավ-արևելյան եւ Իրանի հարավ-արևմտյան հատվածներում ապրող քրդերը հաճախ խնդիր են եղել երկու կողմի համար էլ ու այսպես լեգիտիմ եւ լեգալ ճանապարհով թուրքերը մտել են Իրան, այնտեղ են ռմբահարել, Իրանն էլ մտել է Թուրքիա ռմբահարել, այսինքն պետական ղեկավարության այսպես դաբրոններով, հա, այսպես ասած, որոշումներով։ Թուրքիան ցույց տվեց, որ մենք գիտենք, մենք հետևում ենք ամեն ինչին, գիտենք այդ ահաբեկիչները, խառնակիչները որտեղից են գալիս, ու հիմնականում վեկտորը սլաքը ուղղելով Իսրայել, Իսրայելա-թուրքական հարաբերությունները էականորեն փոփոխվել են, չնայած ես այդպիսի փուլեր շատ են եղել, այսինքն հրապարակային իրենք ինչ ասես իրաց չէին ասում, միաժամանակ զենք են իրար վաճառում, նավթ էր գնում Իսրայել։ Դժվարանամ ասել դրա տակ ինչ է իրականում կա թե չէ, բայց Իսրայելի համար խնդիրը, եթե Թուրքիան շատ ուժեղացավ։ Թուրքիան Սիրիայով ուժեղանում է, հետևաբար Իսրայելը պետք է զսպի, այսինքն բալանսներ պետք է ստեղծի։ Եթե Իրանը կազմալուծվի, բազմաթիվ փոքր Իրաններ կհայտնվեն, պայմանական չէ, Թուրքիայի համար դա խնդիր է։ Դրանց հետ ո՞նց է հարաբերվելու։ Այսինքն եթե Սիրիայի հարցը հասկանանք, ո՞նց է լուծվում, չի լուծվում, ինչ շարունակություն է ունենում, հա։ Սիրիայի ղեկավարը ռուսներին ասաց, իջեք հարավ, փորձեք պաշտպանել, Իսրայելը ասաց ռուսական զինվոր չպետք է մտի եւ այլն եւ այլն։ Իսրայելը մտել է Սիրիայի հարավային հատվածը, Հոլանից մոտավորապես 30 կիլոմետր խորացում տվել, անվտանգության գոտի է ստեղծել։ Իսրայելը հասկանում է Թուրքիայի հզորացումը իրենց համար խնդրեմ է, ռեգիոնի համար է խնդրեմ, դες փորձում են այսպես մեկը մյուսով, չգիտեմ, առևտուր անել, ճնշել իրար եւ այլն։ Դե թուրքերն էլ ցույց են տալիս, որ մենք զարկերակների վրա ենք, մենք գիտենք ինչ է կատարում, ոնց է կատարում, եթե այսպես կարիք լինի, մենք Իրանին նաեւ այլ հարցով կօգնենք։ Ակնհայտ է, չէ՞, որ հետախուզական ինֆորմացիայից բացի իրենք նաեւ այլ հարցերով կարող են օգնել, որովհետեւ բալանսին փորձեն բերեն իրենց շահերի տեսանկյունից։
Եվ վերջում, պարոն Ղևոնդյան, ակնհայտ է, որ տարածաշրջանում, մեր տարածաշրջանում ուժերի վերադասավորումը դեռ չի վերջացրել, նոր զարգացումներ են կարծեք թե սպասվում, ըստ ձեր կանխատեսումների ինչ կարող է տեղ ունենալ տարածաշրջանում մեզ հետ եւ այդ տարածաշրջանային գործընթացները մեր ներքաղաքական իրավիճակի վրա ինչ ազդեցություն կունենան։ Կարծում եմ 26-ի ամենակարևոր իրադարձությունը, այդ նաև տարածաշրջանի մասով էլ դերակատարում ունեցող իրադարձությունը դա ընտրություններն են լինելու Հայաստանում։ Եթե գործող վարչապետը վերարտադրվեց, մեզ լավ օրեր չեն սպասվում, որպես պետություն, ինքը շատ գրագետ է այդ ամեն ինչ անում, խաղաղություն է վաճառում հասարակության վրա, բենզինով է վաճառում, շուտով հեղուկ գազ են բերելու եւ այլն, հա։ Իրականում այդ ամեն ինչը միֆ է, ուղղակի մարդկանց հետաքրքիր չի։ Մարդիկ այնքան են լարվածության մեջ հուսահատվել, այնքան խոցելի են, հաճախ չեն ուզում լուրեր լսեն ընդհանրապես, մերժում են քաղաքական ամեն ինչ, հա։ Դրանից ինքը օգտվում է, ինքը շատ է օգտվում, ինքը հասկանում է, որ մարդկանց նաև դրական էմոցիաներ պետք է տա, տարբեր տիպի կոնցերտներ է կազմակերպում, չգիտեմ, հրավառություններ, գեղեցիկ, որ մարդիկ տրամադրվեն դրականին, հա։ Անընդհատ չասի, որ այ խնդիր է լինելու եւ այլն, որովհետեւ ինքը Հայաստանը թուրքաֆիկացման տակ է մտցնելու։ Թուրքաֆիկացումը դա Թուրքիայի շահերի սպասարկման դաշտ դառնալն է Հայաստանի։ Այսինքն առաջիկա մոտ 2 ամսվա մեջ հայ-թուրքական սահմանի անցակետ կբացվի։ Հիմա այս պայմանությամբ էլ ենք պատրաստ, բայց Հայաստանի քաղաքացիների համար չէ, ադրբեջանցիների համար։ Այսինքն հենց այսպես կոմունիկեի մեջ էլ նշված երրորդ երկրների, իսկ երրորդ երկիրը դա ո՞րն է։ Վրացիները Հայաստանը ոչ են գալու գնալ Թուրքիա, վրացիները իրենք սահման ունեն։ Նրանք ռուսներն են լինելու, հավանաբար Ադրբեջանով եւ Ադրբեջանն է լինելու։ Այսինքն ինքը գեոպոլիտիկ իրավիճակը փոխում է դրական խաղաղության այդ քարոզչական էլեմենտի տակ դա մատուցում է հայերին, բայց դրանից օգտվում են ադրբեջանցիները։ Ու մարդիկ էլ ասում են, ինքը նաև սովորացնում է մեր աչքը, մեր ականջը ադրբեջաներենի, որովհետև այդ ամեն ինչ հենց այդպես է, այսինքն որպեսզի ադրբեջանցիները վաղը չմիսելու գան այստեղ, իսկ իրան գալու են։ Հայ հասարակությունը պետք է վերաբերմունք փոխի ադրբեջանցիների նկատմամբ։ Ո՞նց է փոխելու։ Ապրանքաշրջանառությամբ, առևտրով, տարբեր տիպի հարաբերություններով եւ այլն։ Մշակութային, չգիտեմ, եւ այլն, հա, որպեսզի մարդկանց համար սովորական լինի, այլոք պարսիկների, իրանցիների կամ ռուսների լեզուն մեր համար մեր ականջից սովորական է, չէ՞։ Շուտով ադրբեջանցիների մասով լինի, դեպ շատ են այստեղ ադրբեջանցիների ակամ շատ էլ կան։ Այնպես որ ընտրությունը շատ լուրջ հետևանք է ունենալու։ Եթե չընտրվեց, նոր թիմերը պետք է այս փոսից երկիրը փորձեն հանեն, բայց հեշտ չի լինելու ամենևին, որովհետև գործող վարչապետը մտնել է այնպիսի այսպես պահանջների տակ, այնպիսի բաների տակ է ստորագրել, այդում նաև բանավոր պայմանավորվածությունների մասով, որ գործող եկող այլընտրանքային իշխանությունները պետք է կարողանան դրանք ինչ-որ ձև չեղարկել կամ ջրել կամ դրանց բացասական էֆեկտը նվազեցնել, այդ պարագայում միայն հնարավոր կլինի երկրից ինչ-որ մի բան թողել, հա։ Երբ որ ես ասում եմ երկրից ինչ-որ բան թողել, ես նկատի ունեմ հայկականությունը, եկեղեցին, քրիստոնյա մնալը, մեր ավանդական, մեր հայկական արժեքների մեջ ապրելը, երեխա դաստիարակելը, դպրոց ունենալը եւ այլն։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Այսօր իմ հյուրը քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեն Ղևոնդյանն էր։ Փաստինֆոյի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբվենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։